Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ պարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած Եվ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս Բարի եկել Քրիստոս հարյավի մեռելոց Ամեն ամեն Այսօր շարունակում ենք նամակը Թեսաղոնիկեցիների 4-րդ գլխի 6-ից 11 համարները պիտի սերտենք Ուրեմն եւ մի տրտնցեք Աստծուն Սուրբ Հոգին որով կնքվեցիք փրկության օրվա համար տեսեք Պողոսը ասում է մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն որի կնիքը ձեր վրա դրված է փրկության օրվա համար Այդպես որ դու Աստծո կնիք ունես քեզ վրա, քեզ Աստված կնքել է իբրև օծյալ, իբրև քրիստոնյա հավիտենական կյանքը ժառանգելու համար, մի տրտմեցրե Սուրբ Հոգին։ Տեսեք Հիսուս ասում է ես գնում եմ, ցեզ ուղարկեմ Սուրբ Հոգին, մխիթարիչը, որ այս աշխարհում որտեղ մենք տխուր ենք, ցավի մեջ ենք, դե մենք ինչ ենք, օրինակ երբ որ մեկը հարազատ է կորցնում, ասում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը գտնես։ Այսինքն երբ որ դու Սուրբ Հոգու ներկայությունը զգաս, մխիթարությունը գտնես, նաև կկարողանաս ապրել այս աշխարհի մեջ։ Բայց երբ որ դու մեղքը գործում ես, Սուրբ Հոգուն էլ ես տրտմեցնում։ Սուրբ Հոգուն էլ ես ցավեցնում, որ գիտես ինչ քո մխիթարությունը ինձ պետք չէ, իմ կյանքից դուրս արի, ես ինչպես կուզեմ, այնպես էլ կապրեմ։ Աստծո Սուրբ Հոգին մեզ տվեց, որպեսզի մենք ինչ անենք սիրելիներ, պատրաստվենք, սրբանանք եւ ընթանանք դեպի հավիտենական փրկություն։ Ուրեմն պատրաստվել, սրբվել եւ ընթանալ։ Պատրաստությունը միայն կնքվելը չէ։ Հոգեվոր կյանքը սկսվում է մկրտություն պահից։ Այսօր մկրտության ժամանակ մի տեղ ասում նայր տղես քո երեկվա եւ այսօրվա կյանքը պիտի տարբերվի։ Եթե երեկվա եւ այսօրվա կյանքը նույնն է լինելու, նույն մեղքերը պիտի այսօր էլ գործես, այսօր նշած նույն կյանքով պիտի ապրես, լավ էր չմկրտվեիր։ Համ ինձ գցեցիր մեղքի տակ, համ քեզ պիտի գցես մեղքի տակ։ Պիտի տարբերվի այն սխալները, որ կար մեռավ մնաց մկրտության ավազանի մեջ։ Դու այստեղից իբրև նոր մարդ ծնվեցիր, հոգևոր էակ արդեն Աստծո կնիքը քեզ վրա, դու պիտի այդ հոգևոր կյանքով ապրես։ Երբ որ մեկը գալիս է Սուրբ հաղորդություն ստանալու, պատրաստվում է Քրիստոսին ճաշակելուց հետո ինքը նույն բարկության մեջ է մնում, չարության մեջ է մնում, ու իր համար դա դատապարտություն է։ Պողոս առաքյալը դա է պատճառը, որ ձեր մեջ կան շատ ցավագարներ ու հիվանդներ, որտեղ ճիշտ չեք մոտեցել Սուրբ հաղորդության, այսինքն Քրիստոսին մոտենու համար դու պիտի պատրաստես։ Ուղղակի որ Կիրակե չարթնանաս ու գնաս եկեղեցու վազես Սուրբ հաղորդության։ Տեսնում եք, ես քանի մարդ եմ հետ ուղարկում, որ չգիտեն ինչ է։ Տեսնում են, դուք մոտենում եք, իրենք էլ են մոտենում։ Հարցնում ես ինչ է, ասում են մեռոն է։ Նույնիսկ չգիտեն, հացը ցույց ասում են մեռոն է։ Դե պատկերացրեք, որ ինչ դատապարտություն, որ մարդը ուղղակի տեսնում է գնում են ինքն էլ մոտենում է այդ ամեն ինչին։ Դու պիտի գիտակցաբար ինչ որ անում ես, պատրաստված, սրբացած, ընթանաս այդ ճանապարհով, որպեսզի փրկությունը գտնես։ Սուրբ Հոգին է մեզ, որ սրբացնում է սիրելիներ, եւ Սուրբ Հոգին եթե մեր մեջ չլինի, մենք չենք սրբվի։ Մենք Սուրբ Հոգին ստանում ենք մկրտության պահին, որպեսզի այս մարմինը նաև իբրև տաճար, լուսավոր պահի եւ Տերը գա ու բնակվի։ Ինչ ասում Հիսուս, ես եւ Հայրս կգանք եւ կբնակվենք ձեր մեջ։ Ուրեմն Հիսուս Հայր Աստծո պիտի գա մեր մեջ բնակվելու, Սուրբ Հոգին պիտի մաքրի մեզ, սրբացնի, եթե մենք ուզում ենք այդպես ապրել, եթե չենք ուզում ապրել այդպես, պարզապես պիտի մի օր մտնենք եկեղեցի, 1 րոպե աղոթք անենք, մի քանի հատ մոմ վառենք, դուրս գանք, մեկ էլ երբ որ ուզենանք այդ ժամանակ գալ, չես կարող դու սրանով քրիստոնյա լինել։ Դա նույնն է, որ դու քո օրենական տուն տարվա մեջ մի անգամ ես գնում, մի երկու անգամ էլ զանգով հետները խոսում ես։ Դա չեղա որ դու քո սերը ցույց տվեցիր կամ գործնական ցույց ես տալ, որ ուզում ես այդտեղ լինել։ Դրա համար այս ամենը մեր կյանքի մեջ ու այսպես առաջնորդում։ Իսկ մենք Տիրոջից սիրված եղբայրներ պարտավոր ենք միշտ գողություն մատուցել Աստծուն ձեզ համար, որովհետև Աստված սկզբից ընտրեց մեզ, որ փրկվենք հոգու սրբացումով ու ճշմարտության հավատքով։ Ուրեմն տեսեք, Աստված ընտրեց, որ հոգու սրբացումով եւ ճշմարտության հավատքով, ոչ թե հավատանք, որ Աստված կա, մեզ օգնում է, գիտի, այլ այդ հավատքը հետևել է նշանակում, այսինքն այդ հետևելով հավատքի ճանապարհով հասնել այդ փրկությանը։
Հիմա հարց, երբ է մարդը Աստծո դեմ դուրս գալիս։ Աստված տեսնում է այդպիսի բան, մարդը Աստծո դեմ դուրս գալիս է, թե չէ։ Դուրս չի գալիս։ Գալիս է։ Ինչով։ Մեղքով։ Մեղքը ապստամբություն է Աստծո դեմ։ Ուրեմն երբ որ մարդը մեղք է գործում, ինքը դուրս է գալիս իր արարչի դեմ։ Հայրերից մեկն ասում է արարածները դուրս են եկել արարչի դեմ։ Ուրեմն մարդը մեղքի պատճառով որ մեղք է գործում, մեղքը ըմբոստություն է, ապստամբություն է Աստծո դեմ։ Մեղքը գործեցիր, դու արդեն Աստծո դեմ պայքարում ես։ Այսինքն այն կոչումը, որ դու ունես սրբությամբ ապրելու, դու մերժում ես, ասում ես չեմ ուզում այս սրբությամբ ապրեմ, բավական է։ Ես ուզում եմ ազատ ապրել, ես ուզում եմ իմ կյանքով ապրել, չեմ ուզում քո ասած օրենքներով ապրել, չեմ ուզում այս սրբության մեջ լինեմ։ Քահանա եմ, բայց ուզում եմ մեղքեր գործեմ։ Հավատացյալ եմ, ուզում եմ անհավատի պես ապրել։ Ամուսնացած եմ, ուզում եմ շնանալ։ Սրանք ըմբոստություն Աստծո դեմ, որտեղ Աստծո հաստատած օրենքներն ու կարգերը դու ոտնահարում ես։ Եվ մենք կոչված ենք Աստծո հետ լինել եւ ոչ թե Աստծո դեմ դուրս գալ։ Մենք կոչված ենք Աստծո հետ լինել։ Աստված տեսեք, երկինքը թողեց, իջավ մեզ մեջ, մեզ հետ ապրեց, նույնացավ մեզ հետ։ Ուզեց Աստված մեր մեջ ապրել, չէ՞, որպեսզի մենք էլ ուզենանք իր հետ ապրել, իր նման լինել, իր ներկայությունն։ Երբ որ դու ուզում ես մեկին շատ սիրում ես, ուզում ես, չէ՞ որ միշտ քո տուն գա։ Օրինակ ամեն երեկո 9-ին 10 պակաս Գագո պապին զանգում, ուր ես։ Այսինքն ինչու է զանգում, որովհետև ուզում է ինձ տեսնի, չէ՞, այսինքն այդ սերն է, որ ուզում է ինձ տեսնի։ Ամեն օր անխափան զանգումը։ Այսինքն սա ինչ է, իրական հոգևոր կյանքը, սերը Աստծո մարդը։ Այդպես Աստված էլ է քեզ ամեն առավոտ զանգում է։ Լույսը որ բացում է, դա Աստծո զանգն է։ Արթնացար, ուր ես։ Ինչ ես անում, որտեղ ես։ Այս նույն հարաբերությունն է, երբ որ դու ուզում ես մեկին ունենալ, միշտ ուզում ես այդ մարդուն տեսնել։ Ուրեմն հոգևոր կյանքն էլ այդպես է, մարդը պետք է միշտ ձգտի Աստծո հետ լինել, ոչ թե մեղքի պատճառով Աստծո դեմ դուրս գալ եւ պայքարել Աստծո դեմ։ 9-րդ համարը։ Հիմա այս վերջացրեցինք ամբողջացավ այս մեղավոր անառակ սեռական կյանքի մասին, հիմա հաջորդաբար պիտի խոսենք եղբայրասիրության աշխատանքի մասին։ Իս եղբայրասիրության մասին պետք չէ ձեզ բան գրել, քանի որ դուք ինքներդ իսկ Աստծուց եք սովորել միմյանց սիրել։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, ասում եմ եղբայրասիրության մասին բան չունեմ ձեզ գրելու։ Դուք Աստծուց սովորել եք ինչպես պետք է եղբայրասեր լինել։ Ուրեմն Տիմոթեոս երբ որ վերադարձավ Թեսաղոնիկեից Հռոմ, Պողոս Արաքլին ասաց, գիտես, այն մարդիկ, որ 3 շաբաթում քրիստոնյա ես դարձել, այնքան կատարյալ եղբայրասեր են, այնքան հոգևոր կյանք կա, որ իրենց բան չկա խրատելու։ Պատկերացնեք մեզ էլ Պողոս Արաքլին համագրի ասի, այնքան սիրով եք իրար դիլիջանում, ասելու բան չունեմ ձեզ, ապրեք։ Որտեւ ումից եք սովորել, ասում է Աստծուց։ Ուրեմն Աստծուց են սովորել։ Հիմա տեսնենք։ Երբ մենք հավատում ենք Հիսուսին, Աստված Սուրբ Հոգու միջոցով իր սերը հայտնում է մեզ սիրելիներ, եւ բոլորին եւ սփռում է ամենուր։ Այստեղ խոսվող սերը Աստծո սերն է, հոգևոր։ Գիտեք, սիրո քանի տեսակ կա։ Կա էրոսը, որ այդ եղից էլ ներողություն եկել էրոտիկ բառը, տղամարդ կնոջ սեռական սերն է նկարագրում։ Եղբորը կա Ֆիլոսը, Ֆիլադելֆիա քաղաքը գիտեք։ Եղբայր, Ֆիլոս նշանակում է եղբայր, Ֆիլադելֆիա եղբայրասիրություն։ Այս սերը կա ծնող եւ զավակ սերը եւ ամենագլխավորը ագապեն, հոգևոր Աստծո սերը։ Աստված այս սիրով է մեզ սիրում եւ եղբայրասիրությունը Ֆիլադելֆիան պետք է ագապեյով զարդարվի, որովհետեւ մարդկային սերը եւ աստվածային սերը դրանք տարբերվում են։ Օրինակ մարդկային սերը ինչպես է, զգացմունքներով է, չէ՞, դու պետք է մեկին սիրես, որ ինչ որ բան անես, բայց Աստծո սերը կամեցողությամբ է։ Հասկացաք տարբերում։ Սա զգացումով դու սիրում ես, բայց Աստված կամենում է անգամ նրան, ով իրեն չի սիրում։ Այդ հոգևոր սիրո մասին այստեղ, որ այս քաղաքի մեջ մարդիկ այնքան կատարյալ եղբայրասիրություն ունեն, որ Պողոս Արաքյալը ոչինչ չունի ավելացնելու։ Եվ տեսեք ինչ ասում. Աստված ձեզ է սովորեցրել։ Հիմա տեսեք, ինքն է քարոզ է, բայց ասում է Աստված է ձեզ սովորեցրել։ Որտեղից է միտքը գալիս։ Հեսա ուրեմն Եսայի մարգարեության 54-րդ գլխի մեջ շատ գեղեցիկ մի տող կա, այսպես է ասում. Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն։ Աստծուց խրատված որդիներ։ Եվ այս մարգարեության տողը վերցնելով Հիսուս Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխում այսպես է ասում. Եվ ամենքը Աստծուց ուսած կլինեն, ամեն ոք, որ լսում է հորից եւ ուսանում է, գալիս է դեպի ինձ։ Ուրեմն յուրաքանչյուր մարդ, ինչ որ սկզբում ասացի, Աստված է մեզ կանչում,
Ամեն մարդ, ով որ հորից լսում է, սովորում է, գալիս է դեպի Հիսուս Քրիստոսը։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է դուք Աստծուց սովորեցիք։ Երբ որ մեկ այս գիրքը սկսի կարդալ, Աստվածաշունչը սիրի ընթերցել, մարդիկ քրիստոնյաներից շատերը չեն սիրում այս գիրքը կարդալ, մերժում են, որովհետև այնտեղ շատ բան կա, որտեղ այնտեղի հայելին ցույց է տալիս իրենց կյանքը։ Դրա համար այդ հայելուց խուսափելու համար փակում են այս գիրքը, դնում են, ասում են հավատում ենք, բայց դու մեզ ցույց մի տուր, ինչպիսին ենք մենք իրականում։ Երբ որ դու Աստծուց խրատված որդի ունես, մենք դուք կունենաք խաղաղ կյանք եւ կգնանք դեպի Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն այս քաղաքի բնակիչները Աստծուց սովորեցին եւ պահեցին այս ճշմարիտ եղբայրասիրությունը իրար հանդեպ, սիրելիներ։ Եվ Աստված սեր է, չէ՞։ Եվ քանի որ մենք էլ Աստծուց ենք, Աստծո հոգին ունենք, ինչ է մեզ մնում։ Ինչ պիտի անենք։ Սերը պետք է բնական վիճակ դառնա, չէ՞։ Հիմա ձեզ օրինակը բերեմ կհասկանաք։ Տեսեք, կենթանական աշխարհի մեջ որևէ կենթանու ինչ որ մեկը սովորեցնում է, ինչպես պիտի ապրի։ Օրինակ ձուկը, որ դուրս է գալիս, ինքը գիտի, ով իրեն ասում է, ոնց պիտի լողաս։ Ոչ։ Թռչունները, որ մեծանում են բնից, իրենց բանը հայրը կամ մայր թռչուն իրենց սովորեցնում է, իրենք թռնում են, չէ՞, իրենք իրենցով։ Տեսնելով սովորում են, չէ՞։ Կամ երբ որ կենթանին, այն գառնուկները, կովը, որ պահում ենք մենք, ասենք օրինակի համար, մենք իրենց մեկ սովորեցնում ենք գառնուկը ոնց պիտի խոտ ուտի։ Բայց իրենք որտեղից գիտեն այս ամեն ինչը։ Մենք ասում ենք բնաստ, բայց Աստված է դրել, չէ՞ իրենց մեջ այդ ամենը։ Ուրեմն սերն էլ Աստված բնական մեր մեջ է դրել։ Եթե Աստված սեր է, մենք սիրուց ծնվածներ ենք, չէ՞։ Ոնց ենք հավատամքի մեջ ասում։ Աստված, Աստուծո, լույսի լույսո, չէ՞, այսինքն Աստված, լույսից լույս, ուրեմն մենք էլ սիրուց ծնված սեր։ Եթե սեր է Աստված, Աստծո սիրո հոգին մեր մեջ դրված է, ուրեմն մենք էլ բնական պետք է լինենք այդ սիրո մեջ, որովհետև սերը միակն է, որ մեզ հետ կարող ենք երկինք տանել, սիրելիներ։ Միակ բանն է, որ մեզ հետ կարող ենք երկինք տանել, ուրիշ բան չենք կարող տանել։ Սերը մեզ հետ պիտի տանենք երկինք։ Եվ Աստված մեզ սիրեց երբ որ մենք անարժան էինք, չէ՞։ Երբ որ մենք մեղավոր էինք, Աստված այդ ժամանակ սիրեց մեզ։ Ինչպես Աստված սիրեց մեզ, այնպես էլ մենք պիտի սիրենք։ Հիսուս ասում է, եթե ուզում եք իմ աշակերտները լինեք, սիրեք այնպես, ինչպես ես սիրեցի։ Չի ասում, ինչպես դուք կարող եք սիրել, ասում ինչպես ես սիրեցի, որովհետև սերը նաև ինչ է, զոհողություն է, չէ՞, այսինքն ես ձեզ սիրեցի, իմ կյանքը տվեցի ձեզ համար։ Ուրեմն տեսեք, սիրեց մեզ, երբ որ մենք մեղավոր ու անարգ էինք, պատիվ չունեինք, սիրեց այնպես եւ ուզում է, որպեսզի մենք այդպես էլ իրեն սիրենք, եւ մարդկային սերը զգացումներով մենք չպիտի ապրենք, այլ աստվածային սիրով պիտի փոխենք կամեցողությամբ։ Որտեղ որ մեզ չեն սիրում, մենք կարողանանք այդտեղ անեմ կամեցողության հարց է հոգեվոր սերը։ Եթե ագապեն լինի մեր կյանքի մեջ, տեսեք առաքյալները, երբ որ քրիստոնեություն նոր տարածվում էր, ասում են ամեն ինչ ընդհանրական էր։ Ոնց որ մենք գնում ենք ուխտի, ամեն մեկը տանից մի բան բերում է, բոլորս դնում ենք եւ բոլորովս միասին օգտվում ենք, այդպես էր քրիստոնեական համայնքները։ Իմ ու քո չկար, ես ու դու չկար, սա ես չեմ եփել, սա դու չես եփել, ես շատ եմ եփել, դու քիչ ես եփել։ Ով ինչ ուներ, բերում էր առաքյալները ոտքերի տակ էր դնում, առաքյալներն էլ բաժանում էին, բոլորը միասին երջանիկ էին։ Եվ ով որ փորձեց խաբել, կեղծել, պատժվեց։ Երբ որ 5-րդ գլուխը կարդակ Գործք առաքելոցի, Անանիա եւ Սափիրայի ամուսների մասին, ասում իրենք հող ունեին, Անանիան վաճառեց, ասում են կնոջ դրդումով գումարի կեսը թաքցրեց, կեսը տարավ դրեց Պետրոս առաքյալի ոտքերի մոտ։ Պետրոսն ասում է Անանիա, հողը մինչև ծախելը քոնն էր։ Ծախելուց հետո էլ գումարը քոնն էր։ Ինչու խաբեցիր եւ ինչ ասեմ, ինչ չխաբեցիր, Աստծուն, Սուրբ Հոգուն խաբեցիր։ Ուրեմն Սուրբ Հոգին, որ բնակվում էր մեր մեջ, դու խաբում ես Սուրբ Հոգուն։ Այս տաճարը ուզում ես Մեհյանի վերածել։ Դրա համար Պողոս առաքյալը Կորինթաց նամակեջ ասում է, ինչ կապ ունի Մեհյանը Աստծո տաճարի հետ։ Այսինքն մեղքի տաճարը ինչ կապ ունի այս տաճարի հետ։ Ուրեմն այս եղբայրասիրության մեջ, տեսեք, ասում է, բան չունեմ ձեզ գրելու, որովհետև դուք Աստծուց սովորեցիք։ Իսկ 10-րդ համարի մեջ ավելացնում է, որովհետև այդ նույնը անում եք բոլոր եղբայրների հանդեպ, որ գտնվում են Մակեդոնիայի բոլոր կողմերում։ Եղբայրներ, խնդրում եմ ձեզ, որ առավել ևս աճեք եւ առաջ գնաք։ Ոչ միայն իրար մեջ էին եղբայրասեր Թեսաղոնիկ, այլև իրենցից դուրս Մակեդոնիայի շրջակա բոլոր քաղաքների, գյուղերի այն քրիստոնյաների հանդեպ, ովքեր կարիքի մեջ էին, իրենք իրենց նպաստը լուման հավաքում էին, նաև ուղարկում էին այնտեղ, որտեղ ճշմարիտ ընկերասիրություն ունեն։ Տեսեք, սիրելիներ, մեր թշնամիներից
մեր մերձավորներից առավել մենք պիտի սիրենք մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին։ Որովհետև մեր ընտանիքի անդամներին, օրինակ ինքս ես, չէ, Դիլիջանում եմ ապրում, իմ ծնողները, իմ ընտանիքը, բարեկամներն ապրում են Էջմիածնում։ Դուք եք այսօր իմ ընտանիքը այստեղ։ Ես իրենցից ավելի շատ ձեզ հետ եմ ժամանակ անցկացնում, ես ձեզանով եմ ապրում։ Դրա համար թշնամիներից մերձավորից առավել մենք պարտավոր ենք իրար սիրել։ Այս հոգևոր որովհետև մենք, եթե իրենց հետ ես արունակցական ֆիզիկական բարեկամության մեջ եմ, մենք Քրիստոսով ենք բարեկամացած։ Մենք Քրիստոսով ենք իրար հետ կապված։ Եվ եթե այս եղբայրասիրությունը այստեղ չկարողանաս պահել, Տիրոջը դրա համար պիտի պատասխան տաս։ Դրա համար երբ որ եկեղեցու մեջ լինում են մարդիկ, ովքեր իրար հետ վիճում են, կռվում են, անդադար չարությամբ ապրում են, դա էլ է կործանում եկեղեցին։ Դա էլ է քանդում եկեղեցու հիմքերը, ովքեր որ չեն գիտակցում, որ չի կարելի։ Քրիստոսին բոլորը ոչ մեկից Քրիստոսի չափ ցավ չեն պատճառել, ոչ մեկից։ Բայց Քրիստոս երբեք չչարացավ, հակառակը իր ցավի մեջ ասեց. «Հայր, ներիր սրանց էլ»։ Սրանց համար եմ ես զոհվում, սրանց ներիր։ Այդ տառապանքը վերցրեց իր վրա, որպեսզի ները։ Եվ սիրելիներ, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք եւս պարտավոր ենք սիրել միմյանց։ Ուրեմն Աստված այսպես է սիրել մեզ, սա Հովհաննես առաքյալի խոսքերն են։ Մենք էլ ենք պարտավոր այսպես սիրել իրար։ Այս աշխարհից, որ պիտի տանենք հավիտենական կյանք, արդեն ասացի, մեկ բան՝ սերն է։ Այդ սիրով պիտի գնանք, պիտի ասի, մի հատ ցույց տուր կյանքը տեսնեմ, սերդ որտեղ ես գործածել, քանի հոգու ես սիրել, քանի հոգու ես սիրով ճաշ տվել, քանի հոգու ես սիրով ներել, հասցրած վիրավորանքը, նրա չարությանը ո՞նց ես պատասխանել, սիրով թե չարությամբ։ Եթե սիրով, Աստված նրան պետք է պատժի, եթե չարությամբ, արդեն դու վարձ չունես, զրկվեցիր այդ վարձից։ 11-րդ համարը, որ շատ կարևոր է ինձ համար իբրև քրիստոնյա։ Տեսեք ինչ է ասում. ապրեք խաղաղ եւ յուրաքանչյուրը ձեր գործով զբաղվեք ու աշխատեք ձեր ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ, որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսեցիների կամ օտարների հետ եւ ոչ մի բանի կարոտ չլինեք։ Խաղաղությամբ, այսինքն համբերատար հարգանքով ապրեք իրար հետ, ամեն մեկը ձեր գործով զբաղվեք, ձեր ձեռքի աշխատանքով, որպեսզի դրսեցիները ձեզ տեսնելով հավատան, չչարանան եւ ոչ մի բանի կարիք չունեն։ Տեսեք ինչքան գեղեցիկ կարևոր օրինակ աշխատանքի, հարգանքի եւ ինչպես մենք պետք է ապրենք։ Ուրեմն Պողոս առաքյալը այստեղ մի քանի կետեր նշեց, խորհուրդներ տվեց, թե մենք ինչպես պիտի ապրենք։ Ուրեմն առաջինը ո՞րն էր։ Ապրեք խաղաղ կամ հարգեք իրար։ Կամ հանդարտ կյանք ունեցեք։ Ինչ է սա նշանակում։ Ապրեք խաղաղ։ Մեր կյանքի մեջ փորձությունները շատ են, չէ՞, ամեն տեսակ։ Ուրեմն մեր կոչում այս աշխարհի մեջ, որպեսզի ամեն տեսակ ինչ որ կպատահի, անհաջողություններ, դժբախտություններ, հիվանդություններ, կորուստ, մահ, ամեն տեսակ փորձություն, քո խաղաղությունը չպիտի կորցնես։ Երբեք չպիտի կորցնես։ Սրա մեջ է երևում մեր հավատքը։ Ես ձեզ ասել եմ Կոնս Մոնտե Քրիստոին ոնց է ավարտվում, չէ՞, երբ Աստված ապագայի վարակույրը փակ է պահում, մարդուն մնում է միայն երկու բան՝ սպասել եւ հուսալ։ Ուրեմն մեր կյանքի մեջ այս համբերությունը սпасելը համբերությունն է։ Համբերատար տեսնես ո՞րն է Աստծո կամքը։ Պատկերացնում եք, եթե ասենք Հոբը իր ցավերի մեջ չհամբերեր ու հելներ կռիվ սկսեր, որ այս ինչ էր, ես ինչ էի արել, ինչի պիտի իմ հետ պատահել։ Մարդիկ կան անդադար բողոքում են, ամբողջ կյանքս հավատացի, ամբողջ կյանքս բարի գործեցի, էս էր արժանի, բաստված մի օր չտեսավ, ես ինչպես եմ արել։ Լավ ես արել։ Եթե դու արել ես, որպեսզի տեսնեն, ուրեմն հետևանքը սա պիտի լիներ։ Եթե դու արել ես, որ հատուկ վարձ ստանաս, հետևանքը դա պիտի լիներ։ Հիսուսը ինչ որ անում ես, աջ ձեռքը թող չիմանա ձախ ինչ արել կամ հակառակը։ Չպիտի անես դրա համար։ Ուրեմն այս բոլորի մեջ պետք է խառնաշփոթի մեջ, մտահոգության մեջ դու պահես քո խաղաղությունը եւ տեսեք, ասում եմ հանդարտ կյանք, այսինքն համբերությամբ սпасել։ Հիսուս ինչ է ասում. ով որ համբերի, մինչև վերջ նա կփրկվի։ Համբերությունը շատ կարևոր պայման է, որ երբ որ մարդիկ կան, երբեմն գալիս են եկեղեցի, միանգամից ուզում են, որ մյուսների պես իրենք էլ իրավունքներ ունենան։ Եվ ամենտեղ աշխատանքի վայրում է։ Դու նոր ես եկել, մարդիկ այստեղ 5 տարի, 10 տարի աշխատել են, աղոթում են կամ եկեղեցու մեջ։ Երբ որ դու եկել կամած սпасիր։ Հիմա Հուդան օրինակի համար քիչ էր սիրում Հիսուսին, թե շատ էր սիրում։ Երբևէ մտածել եք այս մասին։ Ինքը Պետրոս առաքյալից շատ էր սիրում, թե քիչ։ Չեմ կարող ասել շատ է, բայց սիրում էր, չէ՞, եւ գուցե շատ էլ էր սիրում։ Բայց ինչու Հիսուսին դավաճանեց։ Որտեվ նույն բանն էր, համբերություն չուներ, ուզում էր առաջինը լիներ։ Վեճ կար, չէ՞ առաքյալների մեջ։ Ով է առաջինը։
Ամեն մեկն էլ յուրով ուզում էր առաջինը, բայց Հիսուսը որ ձեր մեջ առաջինն է, թող վերջինը լինի։ Ուրեմն պակաս սեր չուներ Հուդան, բայց այս սեր ունենալով հանդերձ ինքը Տիրոջը դավաճանեց, մատնեց Տիրոջը։ Ուրեմն այս համբերությունը շատ կարևոր է, որպեսզի օրինակն էլ նաև հողագործն, ինքը համբերատար վարում է, ցանում է, ջրում է, սպասում է մինչև բերքը ստանալու։ Հոգևոր կյանքն էլ այսպես է, մենք մի օրվա մեջ սուրբ չենք կարող դառնալ։ Մանավանդ որ մեծ մեղքի պարկ ունենք մեր ուսերի վրա, մենք կամաց այս խաղաղ կյանքի մեջ ապրելով գնում ենք դեպի սրբություն։ Երկրորդ ասում է ձեր գործով զբաղվեք կամ ձեր ձեռքի աշխատանքով։ Ինչ ասել է ձեր գործով զբաղվեք։ Երբ որ տղամարդիկ մի օր գործի չեն գնում, տանը շատ են, չէ՞, խոսում կանանց վրա։ Այդպես լինում է, չէ՞։ Այդպես է, չէ՞։ Այդպես է։ Պարապությունից սկսում են խոսել։ Եթե հիմա այսօր էլ գործարաններ աշխատեր, մեր մարդիկ ժողովուրդ առօրյան 9-ին դուրս գային, 6-ին տուն վերադառնային, այսքան չարություն, բամբասանք, ատելություն չէ լինի մեր մեջ։ Պարապությունից բոլոր մեղքերի պատճառը պարապասիրությունն է։ Ցավոք սրտի։ Բոլոր մեղքերի պատճառը պարապասիրությունն է։ Մարդը, որ չի սիրում աշխատել, ինքը հակված է մեղքին։ Մարդը, որ չի սիրում աշխատել, ինքը պատրաստ է մեղք գործել ցանկացած ժամի։ Դրա համար ասում եմ ամեն մեկը ձեր գործով զբաղվեք։ Բայց այստեղ հիմա բացատրեմ ինչու է հատկապես այստեղ ասում։ Հույները, գիտեք, հունական իմաստությունը, կրթությունը ինչ էր, բոլոր հույները ձգտում են բարձրագույն կրթություն ունենալ։ Եվ բարձրագույն կրթություն ունեցող հույնը արհամարում էր աշխատանքը։ Եվ այն պարզ նույնիսկ հողագործությունը իր կամ իր տան բակի աշխատանքը այլևս չէր անում։ Ինքը կանչում էր ծառաներին, ասում էր, այս գործը կանես։ Ես շատ եմ սիրում հողի հետ աշխատել։ Ծառ տնկել, մշակել, փորել։ Ինչու՞։ Երբ որ հողը մաքրում ես, հողի մեջից ավելորդ աղբա հանում ես, դու սովորում ես նաև քո մեղքերին ուշադիր լինել։ Հողի պես փրփրել, փնտրել, որտեղից գտնես քո ծածկված այն քարի մեղքերը, որ չի երևում, կոշտուկներ են դարձել հոգուդ վրա։ Քեզ սովորեցնում է։ Մեղվապահությունը քեզ սովորեցնում է գնահատել։ Ինչու է ասում Սողոմոնը, ասում է գնա մեղվի մոտ աշխատասիրություն սովոր, որտեղ ամբողջ օր ինքը աշխատում է։ Եվ աշխատող մարդը երբեք չարություն չի մտնում։ Հակառակը, աշխատող մարդը սիրում է բարիք գործել։ Իր աշխատանքից ինքը սիրով միշտ բաժին է հանում կարիքավոր մարդուն։ Եվ ինչ է այսօրվա մարդը։ Այսօրվա մարդիկ էլ բոլորը ձգտում են որտեղ ապրել քաղաքներում։ Հարմարավետ բնակարաններում, որ հողի հետ հարաբերվեն, հանկարծ իրենց կոշիկները չցեխոտվի, չփոշոտվի, գրասենյակային այսօր մարդը երբ որ գնում են կրթություն ստանալու, նայում են որն է շատ եկամտաբեր փողով աշխատանք, կրթություն, դա հիմնական տնտեսագիտություն կամ վարկ, չէ՞ որ վարկային գործ գնան բանկերում աշխատեն, որը եկամտաբեր է, բայց հողագործ չես ում տեսնի, մեկը գնա սովորի ոնց են շինարարություն անում։ Դրա համար մենք շատ լուրջ խնդիրներ ունենք այսօր մեր քաղաքի, մեր կյանքի մեջ։ Ուրեմն այսպես ասում եմ, ամեն մեկը ձեր գործով զբաղվեք։ Երկրորդ կարևոր մի բան այստեղ ինչ է։ Կրթությունը լավ բան է, սիրելիներ, բայց կրթությունը նաև պետք է աշխատես։ Պողոս Արաքյալը կրթություն ուներ, չէ, բարձրագույն, փարիսեցի էր, օրենսգետ էր, Ռոմի քաղաքացի էր, բայց ինչ էր անում։ Վրանագործ էր, ձեռքի աշխատանք ուներ։ Այսինքն նաև ինքը չէր կտրվում։ Մարդը, որ հողից կտրվում է, բնությունից կտրվում է, ինքը նաև մարդուց է կտրվում։ Դրա համար այսօր մարդիկ շատ իրար չեն ճանաչում եւ չեն վստահում։ Հիմա մի հարց տամ ձեզ։ Աշխատանքը երբ Աստված մարդուն պատվիրեց աշխատել, մեղանչելուց առաջ թե հետո։ Հետո թե առաջ։ Առաջ թե հետո։ Առաջ։ Ինչ ասեց։ Աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք։ Առաջ օրհնություն էր աշխատանքը։ Օրհնություն էր, հետո դարձավ տառապան։ Քրտինքն ու հոգնությունը մեղքի հետևանք են։ Ասես դրանից հետո ճակատի դառը քրտինքով կվաստակես։ Այսինքն մինչև այդ պահը օրհնություն էր աշխատանքը մարդու համար։ Ուրեմն քրտնել է եւ հոգնել է, որ մենք հենց մի հատ գործ ենք անում, միանգամից քրտնում ենք, չէ՞, հոգնում ենք։ Դա մեղքի հետևանքն է։ Ադամի գործած մեղքի հետևանքն էր, սա սիրելիներ։ Ուրեմն այդ օրհնությունը վերածվեց մեղքի եւ Ադամի պատճառով հոգնությունը դարձավ մարդկանց ճակատագիրը, շատ շուտ հոգնի մարդը։ Ուրեմն աշխատանքը օրհնություն, երբ որ դու աշխատել սիրում ես, աշխատանք կարողանում ես կատարել, դու օրհնություն ունես, որովհետև դու բարիք ես ստեղծում։
Դու ամեն տեսակ փողոցի կեղտն ես մաքրում, քանդված պատն ես նորոգում, չորացած խոտն ես մաքրում, այսինքն նաև դրա մեջ քո հոգու գործն ես տնում։ Ինքը շատ նման է հոգուտ մաքրագործում։ Ինքը երբեմն որ ես հողև քանդում եմ, այսպես ձեռքերով քարերը կամ փշերը, ապակու կտորներ հանում եմ, ինձ թվում է թե ես հոգիս եմ քջջորում, այդպես էլ հոգիս եմ մաքրում, ես փորձում այդպես այդ օրինակով մաքրել։ Երբ որ հետո խոտը հնձում եմ կանաչ գեղեցիկ, ասում եմ հոգին էլ այդպես կանաչ գեղեցիկ գարուն է այնտեղ, որտեղ դու աշխատել ես դրա վրա եւ ուրախանում ես, որ ամեն մի գործդ մի բան բերում է այդտեղ։ Մեկ ուրիշ մի բան ասեմ, սիրելիներ։ Ինչու են եւ ասում ձեր ձեռքի աշխատանքը ունեցեք։ Այսօր շատ են մարդիկ, ովքեր նստում սպասում են, որ իրենց օգնություն ուղարկեն, իրենք ուտեն։ Ես շատ հաճախ իմ համար արդեն սկզբունք եմ դրել, որ երբ որ մեկին օգնություն եմ տանում, տես իրենց բակը մաքրած չի, ծառերը էտած չի, որ ունեն սեփական տան ապրող մարդկանց մասին է, մրգերը թափված է, հավաքված չի, այլևս չեմ օգնում իրենց։ Որը նշանակում է այս մարդիկ ծույլ են, աշխատել չեն սիրում։ Աղքատությունը ծուլության հետ կապ չունի, մաքրասիրության հետ կապ չունի։ Երբ որ գնում ես ամեն ինչ կոկիկ մաքրած, ոգևորում ես մարդը աշխատում է, ուղղակի չի հասցնում։ Հետո պիտի նաև իմանաք ում եք օգնում։ Նրանք ովքեր որ իրականում կարիք ունեն, նրանց միշտ օգնեք։ Երբ որ մարդիկ կան, իրենց միշտ օգնում ես, իրենք երես են, սպասում են, ամեն ամիս Տեր հայրը կգա, Տիկին Ժենյան կգա, մյուսը կգա, Լիլիթը կգա, իրեն փողը կտա, ինքը այդ հացը կառնի, կուտի կամ շորը կա։ Իրենք վարժվում են, մենք վարժեցնում ենք իրենց այդպես։ Բայց նրանք ովքեր որ իրականում կարիք ունեն, միշտ օգնեք այդ մարդկանց։ Դա շատ կարևոր է։ Այս աշխատանքը քո ունենաս եւ հետո երբ որ դու աշխատում ես, արդեն հեռու ես մնում բամբասանքից, չարախոսությունից, ուրիշի կյանք այլևս քեզ չի հետարկում։ Տեսեք, հոգնած մարդը տուն է գալիս, մի կտոր հաց ուտում ու պարկում քնում է, չէ՞։ Ինչքան լավ է, չի մտածում մեղ գործելու մասին։ Բայց երբ որ դու պարապես հեռախոսով էլ կարող ես 1-2 ժամ խոսաս ու 1000 բան մեկի մասին բամբասես, խոսես, մի սուտ էլ քո կողմից չլսված կամ լսված ասես, այդ մարդու ամբողջ մի կյանք կործանեցի եւ կործանման պատճառ դարար։ Եվ երրորդը ասում է պարկեշտության վարվեք դրսեցիների հետ։ Այստեղ դրսեցիները, օտարները անհավատ մարդկանց հետ, այսինքն դուք օտարների հետ պարկեշտ վարվեք։ Ինչու է սա օրինակը բերում անհավատների հետ։ Մեր վարքը ամեն ինչում պետք է պատվելի եւ գովելի լինի։ Օրինակի համար, երբ որ անհավատը տեսնում է եկեղեցի գնացող, հավատացող քրիստոնյան, սուտ է խոսում, բամբասում է, աշխատանք չի սիրում, օրենքները խախտում է, վարկերը վերցնում, փողերը չի տալիս, խափում է, այսպես, կուզի ինքը մերպես քրիստոնյա լինի։ Չի ուզի։ Որը մենք այն փողոցի մարդուցով եկեղեցի չի մտել անհավատը, մենք իրենից պիտի տարբերվենք։ Դրա համար ասում է պարկեշտության վարվեք դրսեցիների հետ։ Մենք չպետք է նմանվենք ծույլ, ժամանակ վատնող, բամբասանքով զբաղված մարդուն, այլ հակառակը մենք պետք է փորձենք ամեն կերպ մարդկանց բերենք դեպի քրիստոնեություն։ Այդպես պետք է անենք, որպեսզի դրսինները անհավատները ուզենան մերպես քրիստոնյա դառնան։ Եվ վերջապես ասում է, եւ ոչ մի բանի կարոտ չլինեք։ Հрьяաների մոտ ձեզ ասել են, որ հрьяաները իրենց բոլոր երեխաներին մի արվետ սովորեցնում էին, որ ինչ է լիներ, հեղաշրջում կլներ, պատերազմ կլներ, իրենց ձեռքի արհեստով կարողանային օրվա հացը վաստակել։ Մենք այսօր խուսափում ենք մեր զավակներին մի բան սովորեցնել, ասում ենք թող իրենք ընտրեն, թող իրենք անեն, բայց մի բան, օրինակ ամենից համար գեղեցիկ հեքիաթը Վաչագան բարեպաշտ թագավորի, չէ՞։ Անահիտը ինչ է ասում, մինչև մի արես չունենաս, չեմ ամուսնանա քեզ հետ։ Նստեց, խալի գործել սովորեց, երբ որ գերության մեջ հայտնվեց, խալին գործեց եւ գրեց վրան, որ ես այսինչ բանտում եմ, արի ինձ ազատի։ Տեսեք։ Կինը ասես մինչև դու չունենաս արհեստ, չես կարող ինձ հետ անում, թեև թագավոր ես եւ նստես թագավորը սովորեց։ Ուրեմն շատ կարևոր է ձեռքի աշխատանք ունենալ, որպեսզի դու կարողանաս նաև սոված չմնալ։ Եվ պետք չէ, եւ նաև արդեն ասացի, դրսից որևէ մեկի վրա հույսը դնել, ով քեզ հաց կտա։ Մի օր կտան, հետո չեն տա, նաև երեսով կտան ու կփագեն բոլոր ճան։ Երբ որ դու աշխատես, Աստված քեզ անպայման կտա։ Դու միայն քո աշխատանքն կա, դու ոչ մի բանի կարոտ չես ունենա, ինչի պետք ունենաս, կունենաս։ Ես մի օրինակ պատմեմ իմ կյանքից։ Մի օր գումար էի պարտք մի հոգու, ասել է երեկոյան կտամ ու չէր լինում, չստացվել որ այս գումարը հավաքեմ տա։ Անձրև օր, մեկ էլ այսպես մի գումար է գալիս ուղիղ վրաս, չոր, այնքան ինչքան ունիս պետք էր իմ պարտքը փակելու համար։ Անձրև օր, չոր, ուղղակի վրաս է գալիս։ Դե ասեք որ պատահականություն։
Այդտեղ լիքը մարդիկ կային հավաքված։ Ոչ ոք չտեսա, միայն ես տեսա։ Եկա հարցրեցի, սա ումն է։ Ոչ ոք չասեցի, որ ասեն իմն է, շնորհակալություն։ Կարոտ չես մնա։ Օթից էլ քեզ կուղարկի Աստված։ Այնտեղից որտեղից չեր սպասում, Աստված քեզ կուղարկի այդ ամենը, եւ դու կարոտ չես։ Եթե դու քո աշխատանքը կարողանաս նաեւ ազնվությամբ անել։ Կան այսօր մարդիկ, չէ, խափում են շատ։ Այսօր կանեն գործը, վաղը կանեն։ Այսպես խափելով էլ է զրկվել այդ օրհնությունից։ Ճշմարիտը խոսեցիր, պահեցիր, Աստված քեզ հարյուրներին, հազարներին կուղարկի քո մոտ, որպեսզի դու քո օրվա հացը վաստակես։ Եվ վերջապես օգնելը շատ լավ է, արդեն ասացի, բայց պետք է մնալ, որ մարդկանց եք օգնում։ Սա միշտ իմացեք, որպեսզի հենց այնպես չտակ այդ ամենը, չվարժեցնեք ձրիակերության, չսովորեցնեք մարդկանց։ Հետո էլ զանգեմ մի օր էլ ուշացնես, ասի ինչ եղար, քիչ եկար։ Սպասում ենք, ինչի չբերեցիր։ Երբեմն այդպես էլ զանգում են, ասում են մարդիկ։ Ինչ եղար։ Կամ զանգում ասում են, կարաս այսքան մի հատ բան բերես մեր տուն։ Քիվնել են ասում, ինչքան կարաս երկու պարկ կարտոֆիլ մեր տուն բերես։ Չեն էլ հարցնում, ունես, չունես։ Զանգում։ Հա, ճիշտ է ասում։ Ուրեմն ինչի համար է սա ասում, որպեսզի դուք իմանաք, որ ձեր կենցաղը, պարկեշտությունը պատվելի եւ գովելի պիտի լինի բոլոր տեղերում, սիրելիներ։ Այսքանը ինչ սովորեցինք մենք։ Տեսանք, որ մարդու կյանքը ինչը կարող է կործանել, երբ որ մարդը անհագ այդ կրքերով, ցանկություններով փորձի ապրել այս աշխարհի մեջ։ Դրա համար մահվան մասին, երբ որ նաև խոսում է հաջորդ դասը արդեն հարության մասին, մեռելների հարության մասին պիտի խոսի Պողոս Արաքյալը։ Այդ օրինակը կա, ասում է ինչու է մարդը մահանում, ասում է մարդը մեղքերին, կրքերին, ցանկության ենթակա է։ Դրա համար պիտի մեռնի, դրվի հողի մեջ, այդ սաղ ամբողջ իր մեջ մեռնի, որպեսզի անապական մարմնով առանց մեղքի ինքը հարություն առնի, արևի պես շողացող դեմքով եւ անկողոպտելի զարդերով զարդարված։ Երկրորդ էս, երբ որ հանես արդեն եղբայրասիրությունը, որ պատվիրանն էր Տիրոջ համար։ Հիսուս ասում է, առաջին պատվիրանը սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, հոգով, երկրորդը նման է սրան, սիրիր ընկերոջդ, ինչպես ինքդ քեզ ես սիրում։ Ուրեմն, երբ որ դու քո դիմացի մարդուն, ում ընկեր ես կոչում, բարեկամ ես կոչում, սիրես այնպես, ինչպես ինքդ քեզ ես սիրում, 5 պատվիրան գործի կդնես, մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, սուտ մի խոսա, ուրիշի ունեցվածքի վրա աչք մի ունեցիր, սուտ վկայություն մի արա։ Տեսեք, կատարվեց օրենքը։ Միայն եղբայրասիրությամբ կարողացար այս ամենը։ Աշխատանքը սիրեցիր, գործը սիրեցիր, նաև հացի գինը կիմանաս, այն հացը, որ դու ուտում ես, կհասկանաս ինչ գին ունի։ Մենք նստում ենք, շատ հեշտ գնում ենք պանիր ենք առնում, չէ՞, կամ հաց, վերցնում ենք, չափում ենք, հոտ ենք քաշում, բայց ինչ ահռելի աշխատանք է այդտեղ, չէ՞։ Այն կովը ծնեցնող, պահողից կերա, նրա տակի թրիքը մաքրողից, այսպես այդ ամբողջ աշխատանք է։ Մենք երբեմն չենք էլ գնահատում, հացը կարող ենք վերցնել, թափել, պանիրը կտրել, աղբը թափել, որտեղ մեզ դուր չի գալիս։ Դա աշխատանքը մերժել է, իսկ աշխատանքը օրհնություն է մարդու համար։ Ունեցար, օրհնություն կունենաս եւ ուրեմն ոչ մի բանի կարիք չես ունես աշխարհի մեջ։ Թող Տեր օրհնի մեզ բոլորիս, սիրելիներ, իր խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք մեր կյանքով ու կենցաղավարությամբ երբեք ամոթով չմնանք եւ ամոթի ծառաներ չդառնանք, այլ հակառակ լույսի որդիներ միշտ գլխաբաց կանգնենք ու ասենք. Տեր, փառք քեզ ամեն ինչի համար, շնորհակալություն Տիրոջ։ Աստված պահապան բոլորին։